Տեսեք, այս բոլորը մեկ բալիկ է կուլ տվել ու սրանք հեռացվել են նրա ստամոքսաղիքային տրակտի տարբեր հատվածներից, այսինքն ստամոքսից, բարակ եւ հաստ աղիներից։ Չգիտակցելով վտանգը երեխան կուլ էր տվել մագնիս պարունակող պլաստմասե խաղալիքներ։ Օտար մարմինները հեռացվել են վիրահատական ճանապարհով, բժիշկներին հաջողվել է կանխել հնարավոր բարդությունները։ Օտար մարմինները հիմնականում հեռացվում են էնդոսկոպիկ ճանապարհով, համապատասխանաբար շնչուղիներից բրոնխոսկոպիայի միջոցով եւ ստամոքսաղիքային տրակտից գաստրոսկոպիայի միջոցով։ Սրանք առանց կտրված միջամտություններ են եւ մուտքը բերանի խոռոչից է, բայց ուզում եմ որ պատկերացնենք, որ իրենց բարդության աստիճանով ու իրենց հնարավոր ռիսկերով իրենք համարժեք են վիրահատական միջամտություններին։ Ու շատ ավելի հազվադեպ, օրինակ ինչպիսին էր այս դեպքը, լինում է, որ կարիք ենք ունենում վիրահատական ճանապարհով օտար մարմինների հեռացման։ Օտար մարմիններ կուլ տալու դեպքեր ավելի հաճախ գրանցվում են 6 ամսականից մինչև 3 տարեկան երեխաների շրջանում։ Այդ տարիքում են փոքրիկները սկսում ճանաչել աշխարհը նաև տարբեր առարկաներ բերանին տանելով։ Այս դեպքում տան 2 տարեկան երեխան 2 ամսական երեխայի բերաններ սադրել ու ստամոքսից հեռացվել է։ 4 սանտիմետրանոց այս մեխը հեռացվել է 4 տարեկան երեխայի 12 մատնի աղուց գաստրոսկոպիայի միջոցով։ Ամենավտանգավոր օտար մարմիններից են սկավառակաձև մարտկոցները, որոնք կերակրափողում կարող են առաջացնել ծանր քիմիական այրվածքներ։ Ինչպես գիտենք, մինչև 1 տարեկան բալիկներին մեղր չի կարելի, սակայն եթե գիտենք, որ երեխան մինչև 1 տարեկան է եւ մարտկոց է կուլ տվել, այստեղ արդեն գալիս է առաջնահերթությունը երեխայի կյանքը փրկելու եւ ավելի լավ է այդ փոքր մեղրը տալ, մինչև բույժ հաստատություն հասնելը եւ անպայման բժշկին նշել, որ տվել ենք մեղր, քանի որ այս մեղր տալու պարագայում բոտուլիզմի ռիսկից ենք վախենում, սակայն այս պարագայում էլ ունենք կերակրափողի այրվածքի ռիսկ, որը կարող է բերել կերակրափողի թափածակման եւ կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ ստեղծվի։ Իսկ 1 տարեկանից բարձր երեխաներին անմիջապես պետք է տալ մեղր 10 մլի յուրաքանչյուր 10 րոպեն մեկ մինչև 6 անգամ եւ այդ ընթացքում շտապ հասցնել հիվանդանոց։ Բժիշկը ներկայացնում է նաեւ առաջին օգնության այլ կանոններ։ Երբ օտար մարմինը հայտնվել է երեխաների շնչուղիներում, այն կարող է բերել շնչուղիների լրիվ կամ մասնակի խցանմանը։ Լրիվ խցանման դեպքում հիվանդը չի կարողանում առհասարակ շնչել եւ այդ պարագայում անհետաձգելի կերպով անհետաձգելի միջոցառումներ են անհրաժեշտ, սկսած սիրտ-թոքային վերակենդանացումից, եթե տվյալ պահին երեխայի հետ ծնողը խնամակալը միայնակ է, պետք է առաջնային զանգի շտապ օգնություն եւ սկսի սիրտ-թոքային վերակենդանացում։ Շնչուղիների մասնակի խցանման դեպքում երեխան սկսում է հազալ, խոսել կամ լացել։ Այսինքն ամբողջական շնչուղի խցանում չի լինում եւ որոշակի չափով օդ դեռևս երեխան ստանում է։ Մենք չպետք է փորձենք մատով փանել այդ օտար մարմինները, այլ պետք է օգնենք, խրախուսենք երեխայի հազը, անհրաժեշտության դեպքում իրականացնենք հատուկ միջոցառումներ, դա կրծքավանդակի սեղմումներն են եւ մեջքի հարվածները, որոնք կօգնեն, որպեսզի դուրս բերվի երեխայի շնչուղիներից այդ օտար մարմինները։ Բժիշկները հորդորում են ծնողներին լինել ավելի զգոն, իսկ եթե դեպքը տեղի է ունեցել, խուճապի չմատնվել, արագ կողմնորոշվել, առաջին բուժօգնություն ցուցաբերելով փրկել երեխայի կյանքը։ Նարեկ Ոսկանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։